Բարև ձեզ, սիրելիներս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ենք, այսօր կրկին ծառատուն կա, արդեն արել էինք ծառատուն 2021 թվականին, այս մեր նշանին է, որը այն ժամանակ տնկել ենք, այս տամարիքսներն էին, որ ընդամենը 20 սանտիմետր էին, հիմա տեսեք ինչ բույսեր են դարձել, ու սա տնկել են փոքրիկ բալիկները, այս մեր ձիակասկն է, որ այն ժամանակ էլի նորից տնկել ենք, ներքևում տեսնում եք սոճուտը, հեսա կմոտենանք սոճուտին, կտեսնեք ինչ լավ վիճակում են, այն նրանք էլ տնկվածները, բոլորը 2021 թվականին տնկել ենք բժիշկների հետ միասին, տեսեք ինչ ծառեր են դարձել, այսօր եկել ենք, որ նորից տնկենք, տեսեք ինչ գեղեցկուհիներ են լանջին, որտեղ ոչինչ չկար, իսկ հիմա կլինի սոճուտ, հələ նայեք, ինչ աճման կոներ են, մեծ, խոշոր, բույսի առողջության մասին է խոսում միայն, խնդրեմ տեսեք, ինչ արտակարգ վիճակում են, և նույնը լանջի երկու կողմում է, այն ֆորզիցաները, որ ժպտում են հեռվում, էլի մեր տնկածներն են, տեսեք սասնաները, հետաքրքիր է, չէ, քաղաքապետարանը չի պահել, ու արտակարգ վիճակում են, Դերենիկ Հովհաննիսյանի ծառերն են, իմիջայլոց, այսօր այստեղ բերել ենք սոսիներ, նվիրել է, և մենք սոսիներ կտնկենք, այսօր նաև մենք կպատմենք, որ բացվեց մի նոր խումբ, որը կոչվում է բնություն հանուն առողջության, այս մեկն էլ տնկել ենք այն ժամանակ, անձամբ տնկել եմ ես, մեր բնապահպանության այն ժամանակվա վարչության պետի հետ, տեսեք խնդրեմ սոճիները, այն որ ասում եմ ոչ մի բան չի կպել, ինչ կպել են սաղ չորացել է, մեր բույսերը չեն չորանում, մեր բույսերը միայն չորացնում են, այդ լրիվ ուրիշ բան, թե չէ ես 30 տարի ծառ եմ տնկել, ու իմ տնկած որևիցե ծառը, երբևիցե չի չորացել, որովհետև ով իմ համար բույս ա բերել, բոլորը հիշում են, թե ինչ խիստ չափորոշիչներով էին իրանք ես բույսերը բերում, խնդրեմ, մեր սոսինկաները, հələ աճման կոները նայեք ինչ ձևի են, երբ որ անում ես ամեն ինչ նենց ոնց որ պետք է, հասնում ես քո արդյունքի, խնդրեմ սա էլ թթենին, որին սարսափելի ձևով ատում է Երևանի քաղաքապետարանը, առանց հասկանալու, որ թթենին նաև մեր ինքնությունն է, չի կարելի սեփականը նսեմացնել և օտարի արժեքները բերել, ասել հետայսու մեր ծառը հուդայածառն է, Ղարաղաճը մեր ծառը չի, եթե հիշում եք, միշտ ասում են Չինարի ծառի մոտ, հին Նորքում, հին մի ծառ կար, և իր մասին միշտ պատմում են, ասելով որ Չինարի ծառը, այդ ծառը Չինար չէր, Երևանում այդ ժամանակ Չինար չկար, դա հենց այդ նույն Ղարաղաճն է, որին ատում եք ու որը միլիոնավոր տարիներ աճել է այստեղ, տեսեք մենք էլ ենք ձիակասկ տնկել, այն ժամանակ այստեղ, որովհետև սա փողոց չի, որովհետև այստեղ կան բոլոր պայմանները փողոցից հեռու, որ բույսերը դառնան բույսեր, այսօր մեր նախկին ուսանողները պուճուրիկների հետ եկել են, ապրեք շատ, մենք ծառերը բերել ենք, հեսա, ապրեք, ջանա, այստեղ ձեր համար ենք անում, ֆորզիցաներն էլ են մերը, հուդայածառն էլ ենք մենք տնկել, և եթե տեսնում եք, այս հուդայածառը, առողջ հուդայածառը, բարևս, այս հուդայածառը, առողջ հուդայածառը, եթե տեսնում եք, ճյուղավորման ձևը նայեք ծառի, 21 թվականին տնկել ենք, նայեք ինչ իդեալական վիճակում է, ինքը ունի իր կմախքը, մի քիչ ձևավորման կարիք ունի ուղղելու համար, բայց ամեն դեպքում ամեն շատ լավ է, ուզում եմ անցնել մյուս կողմը, որ մյուս կողմում էլ ցույց տամ, ընդեղ էլ ենք տուն կարել, որովհետև եկեղեցու երկու լանջն էինք անում, շատ մեծ ակտիվություն է, ժողովուրդը հավաքված, եկել են, որ ծառատուն կանեն, շատ ողջունելի է, որ եկեղեցին այս գործերով զբաղվում է, խնդրեմ այս կողմից էլ, էլի նորից մեր տնկած հուդայածառերը հիմա ծաղկում են,
Հուդայածառը գեղեցիկ է, երբ որ խմբով է, եւ մի քանի հատ կանաչ գոտու մեջ։ Այս ծառը գեղեցիկ չի, երբ որ ամբողջ փողոցի երկայնքով դնում ես թանաքագույն ծառ։ Կանաչապատումը գիտություն է, սա նուշն է, որը տնկել ենք, որովհետև մերը պետքա լինի, մերը պետքա հաղթի, մեր տարածքում մերը պետքա աճի, չի կարելի բերել օտարինը ու լցնել, ասել մեր ծառերը լավը չեն, ռուսական փդաստ, Ռուսաստանի նման փդաստ ծառեր են, ինչ արտահայտություն է, նախ Ռուսաստանինը չէր այդ ձեր, սեփական ինքնությունն էր, տամարիքսներն են, խնդրեմ, այս էլ մեր հուդայածառերը, ֆորզիցյան, տնկած, այս էլ այս կողմի սոճիները, դե նայեք ինչ սոճիներ են դարել, ոստեղ ինչ որ մեկը ինձ դասեր ա տալի, հələ մի հատ նայեք իմ գեղեցկուհու չափը, հələ նայեք ինչ ա դարել, հələ նայեք, հələ աճման կոները նայեք, ինչ չափս են, աշխատանքը սենց ա լինում, և սա հատուկ նախագիծ էր, նախագիծը արել էինք, գծագրել էինք, որ այստեղ ամառ ձմեռ լինի կանաչ, խնդրեմ ձիակասկերը, եթե տեսնում եք, տեսեք ինչ սասնաններ են, հետո ասում են սասնանները սխալ ընտրությունն է սոճիները, դուք էիք պակաս, որ ասեիք ճիշտ ընտրությունն է թե սխալ, ամեն մեր արած գործի համար մենք պատասխանատվություն ենք կրել, կրում և կրելու ենք, որովհետև մասնագիտությանը նվիրել ենք 30 տարի, տեսեք հələ ինչ գեղեցկուհի է, հələ տեսեք ինչ գեղեցկուհի է, հələ նայեք, իմիջալոց ինձանից բարձրահասակ են, եթե ես կողքը կանգնեմ, ինձանից բարձր են, այս ձիակասկերն են նոր են բացվում, այն խումբը տեսնում եք ֆորզիցյաների խումբա, արել ենք, որ ֆորզիցյաները Ուրենի էլ նաև տնկել ենք, որտեղ ուրենին էլ է շատ մերը, ներքևի մասում, եթե տեսնում եք, այս էլ էլի հուդայածառերի խումբ ենք արել, որ ներքևը ծաղկի, ֆորզիցիայի հետ միասին, ծիրանենի բնականաբար, այն ինչ որ Հայաստան երկրի համար բնորոշ է, ու ներքևում կրկին ձեզ ցույց եմ տալի տույաների ուրեմն գերեզմանում արդեն նոր դիակներ ունենք, որովհետև մեր քաղաքապետարանը չի հասկանում, որ վարժացնելով չի, բույսերը երբ որ չեն կպնում, բույսերը պետք է փոխել, առնվազն, երբ որ 1 միլիոն համարյա 900,000 դոլար ծախսում ես և անում ես կանաչապատում, և այդ կանաչապատումը չի հաջողում, նորից էքսպերիմենտ անել պետք չի, նորից է չորանալու, ինչը մենք հիմա տեսնում ենք, հիմա դուք ինչ եք անում մարդկանց համար, մարդը եկել է նստել է, տեսնում եք, կիզիչ արևի տակ, որ ինչ, որ ճառագայթվի ձեր հանգստի գոտում, իսկ չէր կարելի մտածել ու անել Անդրանիկի մեր զորավարի երկրից որտեղից որ նա որտեղ ծնվել է, հավաքել այստեղ այդ բույսերը, որոնք որ բնորոշ են այդ մարդուն, ու ստեղծել Անդրանիկի հիշատակի պուրակ, ու լանջի վրա անել են, այն ամեր սեդան էլ եկավ, ու լանջի վրա մենք ունենք կանաչը, ավելացնել ներքևի մասում էլի նորից տնկել, մենք այսօր մեր հետ ծառերը բերել ենք, սոսիներ ենք վերել, որ հազարավոր տարիներ պետք է ապրեն, ուստեղ կտնկենք այդ սոսիները, խնդրեմ, մեր քաղաքապետարանի կրկնակի, եռակի, 5 անգամ արած նույն գործողությունը, տեսեք եկել են նույնիսկ չեն ֆայմել, որ կարելի է բուդլեային ձևավորել, չորացածը կտրել, թփերը կարգի բերել, որտեվ պատմելով չի, 100,000-ով անիմաստ տնկի առնելով չի, 150,000-ով առնելով չի, խնդրեմ, ես էլ չորացած արդեն թփերը, այսքան տարվա մեջ թուփ եմ տնկել, կյանքում որևիցե թուփ չի չորացել, ես չգիտեմ ես ինչ թփեր են վերել ու ինչ թփեր են ընդունել, որ սենց է եղել, խնդրեմ, այստեղի տույաները արդեն չորացած, երևի մի 10 անգամ պետք է նույնը կրկնի քաղաքապետարանը ու հետո հասկանա, որ ստեղ ուղղակի պետք չի տնկել տույա, այս այն տեղը չի, որտեղ որ պետք է լինի տույա, ու մարդիկ տեսեք, երեխաների հետ եկել են, որովհետև բարեկարգված տարածքները Երևանում շատ քիչ են ցավոք սրտի, ու նստած են կիզիչ արևի տակ, այն էլ այս գարնանային արևը, որի մեջ ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ բարձր են և պետք է ամեն ինչ անել, որ ծածկել մարդկանց, մենք անում ենք ուղիղ հակառակը, խնդրեմ, տեսնում եք ջորերը, այս որ գույները փոխել են, սրանք էլ են չորանալու, այսինքն չկա գիտակցություն, չկա ցանկություն անել գրագետ, անել ճիշտը,
եւ փոխանակ ոնց որ նախորդ իշխանություններ Հայկ Մարությանը, որ համոզում էր եւ բոլոր պայմաններն էր ստեղծում, որ մասնագետները գային, որ օգնեին Երևանին։ Հիմա ասում են մասնագետներ չեն։ Այո, մենք մասնագետներ չենք, տեսնում ենք ձեր մասնագետների մտքի փայլը եւ կատարած աշխատանքի որակը։ Եթե ինձ այդքան միլիարդ տային, ես Երևանը դրախտ կսարքեի։ Իսկ դուք անում եք այն, ես խոսք եմ տալի երևանցիներին, որ դուք կտեսնեք, որ ոչ մեկը ծառ չի դառնալու։ Խնդրեմ, գրագետ ձևավորած հուդա ծառերը։ Գործը, որ անում ես, պետք է անենց անես, որ գործդ գործ դառնա, այլ ոչ թե հասկացողը կհասկանա ինչ ու ինչի համար։ Հիմա բարձրանանք վերև, կանենք մեր աշխատանքի այն մասը, որի համար այսօր եկել ենք այստեղ։ Դեռ կհանդիպենք, դեռ էլի կանեմ ուղիղ եթեր, որ տեսնեք ինչ երջանկությամբ եւ իմիջիայլոց այսօր այստեղ եկել են նաեւ այն մարդիկ, որոնք որ ինձ հետ 2021 թվականին տնկել են այս սոջիները, նշանիները, հուդա ծառերը, ֆորզիցիան, տամարիքսները եւ այլն։ Իրանք այսօր նորից եկել են, որ իրանց բալիկներն էին այն ժամանակ ինձ հետ տնկում, որ իրանց բալիկները նկարվեն արդեն տնկած ծառերի հետ։ Գրագետ ծառատունկը շատ նպատակային գործ է, իսկ անգրագետ ծառատունկը դա ծառատունկ ծառհանուկն է, որը որ արվում է տասնյակ տարիներ։ Մենք Երևանի լրիվ ուրիշ բան էինք ուզում նվիրեինք։ Ժամանակը կգա, ոչինչ։ Ինչ հանդիպում։